Հարգելի հայրենակիցներ, վերջին ժամանակներում մի հատ եկած թյուրիմացությունը, որի ամբողջ ինտելեկտուալ պաշարը տեղավորվում է հեծանիվի անիվի մեջ, մեզ խոստանում է խաղաղության դարաշրջան, որտեղ թերևս ամենամեծ վտանգը կլինի հեծանիվի ծնկնելը։ Ինչևէ, ոչ մեկից համար նորություն չէ, որ մենք գտնվում ենք կործանման ընթացքի մեջ, եւ այդ ընթացքին հակազդել է պետք, որովհետեւ հրաշքը, որ հրաշք է, նույնիսկ էլի պայքարի արդյունքում է լինում։ Այս առումով իմ ճանապարհը Բևերի հետ է, ինչու, որովհետև այս ապազգային, այս հակապետական դրվածքին ոչ թե մասամբ կամ մեծ մասամբ, այլ ամբողջությամբ եւ ավելին հակոտնյա է հենց Բևերի գործունեությունը։ Եվ այս գործունեության մեջ ինձ համար կարևոր ցուցիչ է այն, որ Բևերը գրագետ գործարքելով իր ողջ գործիքակազմը կարողանում է բավականին սուղ ֆինանսական միջոցներով ոչ համարժեքան համեմատ մեծ խնդիրներ լուծել այնտեղ լոբինգից, կոնգրեսի լսումներից, ներքաղաքական կյանքում եղանակ փոխելուց մինչև թշնամու ագրեսիայի կանխում եւ այն, որ Բևերը պայքարելով եւ ներքին եւ արտաքին թշնամիների դեմ այս անհավասար մարտում կարողանում է դեռ ոչ միայն պահպանել սեփական կառուցվածք, այլ նաեւ այսպիսի արդյունքներ գրանցել, ապացուցում է շարժման կենսունակությունը, ինչը շատ կարևոր է եւ որքան մեծ կլիներ արդյունավետությունը, եթե իր նպատակների համար ավելի մեծ ֆինանսական միջոցներ ունենար, որովհետեւ քաղաքականությունը ոչ միայն գաղափարների, այլ նաեւ ինստիտուցիոնալ կարողությունների պայքար է։ Իսկ Բևերը հարկ է նշել, որ ընտրել է ամենաբարդ, բայց եւ ամենաարժանապատիվ ուղին։ Սա կարելի է կոչել ինքնիշխան ֆինանսական մոդել եւ Բևերը միակ ուժն է, որ համարձակվեց ոչ ասել օլիգարխիկ միլիոններին եւ գերադասեց յուրաքանչյուրիս օրինակի համար 1000, 5000 կամ 50000 դրամ, այսինքն գերադասեց քաղաքական անկախությունը, ինչը կախված է գրպանի անկախությունից։ Այո, Բևերի անկախությունը նրա ամենամեծ ուժն է, բայց միաժամանակ նրա ամենամեծ մարտահրավերը, քանի որ յուրաքանչյուր քայլի համար Բևերը ստիպված է պայքարել տասնապատիկ անգամ ավելի մեծ դժվարությամբ։ Իսկ մենք, հարգելի հայրենակիցներ, Բևերի քաղաքական անկախության երաշխավորներն ենք, հետևաբար եկեք շատ ակտիվ մասնակցենք Բևերի ամենամյա թելեթոն դրամահավաքին հունվարի 5-ին եւ 6-ին։ Լավ մնացեք։